Վերջին ամիսներին Հայաստանի դպրոցներում տեղի ունեցող միջադեպերը դարձել են լուրջ մտահոգության պատճառ։ Դպրոցի միջանցքում ծիծաղը կամ նայվածքը կարող է վերածվել այնպիսի ծեծկռտուքի, որի ընթացքում բռունցքներից ու ոտքերից բացի գործադրեն նույնիսկ երկաթե ձողեր ու մուրճ։ Իսկ ամենամեղմ հետևանքը կոտրվածքներով հիվանդանոցում հայտնվելն է։ Ինչ է կատարվում մեր դպրոցներում, ինչու է ստեղծվել այս բարձի թողի վիճակը եւ ով է այս ամենի պատասխանատուն, Սեդա Կյուրեղյանն է ներկայացնում։ 7 աշակերտ երկաթյա ձողով ծեծել են մեկ այլ աշակերտի։ Տղան դասընկերոջը հարվածել է մուրճով։ 13-ամյա տղային գլխուղեղի ցնցումով հիվանդանոց են տեղափոխել։ Հաշվելու պատրվակով հանդիպել են ու դաժանաբար ծեծել 8-ամյա տղային։ Վերջին ուս տարվա ընթացքում դպրոցահասակ երեխաների միջև վիճաբանության աղմուկ հանած դեպքերն են սեպտեմբերից մինչև մարտ։ Վերջին դեպքը մարտի 18-ին Երևանի թիվ 186 դպրոցի 2 աշակերտների միջև է եղել։ Տղան հարվածել եւ դասընկերոջ քիթն է կոտրել։ Դպրոցի ծնողներից մեկն է պատմում, նշելով, որ սա այս դպրոցում տեղի ունեցած միակ արտառոց դեպքը չէ։